Կան չի կռած։ Առաջնահեր դիակը նայել։ Առաջնահեր դիակը նայել։ Ուղը ստեղ բեն ենք անում։ Ուղը գտցեմ դուգից, կոդիկ ասնեմ ապի, եչը էլեման է։ Դեմ ասեմ դրիվ հանից, կոդիկ ասնեմ է, կոդիկ տեղ։ Չգիտենք, ապտոմինացնով է, Ապեր մեզանական չի վերնենք քեզ, ասեմ քնիքի դու մենք ու կրիչով ու չկան, ես չգիտեմ ինչ չի լավ Կանները բանը կանգնացել են, դու դեպք չկանգնեք, շարժվեք դեպի Վահագնի Պարանները կիլեցնում եք, սեր գապնելյան կրանում եք, ուր եք կատ գարնում, թե կրան չի անում։ Ոչ մեկ չի գալու։ Այդ առած ունդը հացնա, Պարանները ծետելնիկ կայ, ասպայց պարանները հանցո։ Peki, mis çok yaramıyor.
Ասու, իչի արին դες ներքել, իրենք կարան է կապեն դու արի։ Մեջան լա երոք սրենք հետքու խտետու հասան, դիլեմ գազ կապերն են, մեջան լա կես մինչ պայ։ Ասպաս է ապո։ Ուրեք ասեմ, Այ պիան, մի հետի կտենելու հանեմ բեյը։ Ովա։ Ազես հանկարծ ասնած ոչանի կնեմ ջուրը, հողը հետ չքաշը, թույլքը թողան գողանալով դուս կգամ։ Ասնած ոչանի որ կնեմ ջուրը, հետ չքաշը, ես գողանալով դուս կգամ։ Դուք ընդամենը թողը թույլ կպահեք։ Որ ստացի ոչ երկրորդ
Nereye bir kontrol ediyor? Nereye bir kontrol
Չգիտեմ, ու մեր զանգեմ ասում, որ ապեն բանը իքասն Ասկացանք, որ դիտաստենք իար մենային կահան է, ապշոհաները երկոր հակար։ Ասապահի, ասապահի
Ասահակյան ջան, քաշել ենք արդեն, զանգում եմ չեք։ Ուշավ իրեղեքը մի քաշում են արդեն։ Նայեմ են, նատ չիերը բահմիրը, ես այն կրիշը պոպել է, նատ հանեն նայեմ։ Ավտոյի դիրքը չեք կարակ, բանը թիվաստեք, ավտոն էյտոն տանեք։ Ով ենք բայց մատից են, որ մասա բերում Սիլա։
ես Շատ վարարա է, այն օրը մի քիչ դանդաղել էր փամբակը, բայց այսօր էլի վարարա, հա։ Ներեքը կաճորն ես տեսել, այդ օրը բատմուն է իջացրել էին։ Այն կողմից տեղ չկա մոտիկանա։ Թող, դու թող։ Օպելա, չէ։ Էլի զայրացած փամբակգետը էլի զայրացել է։ Հունիսի 27-ն է, Վանաձոր Ալավերդի ավտոճանապարհի ժողովրդի հայտնի առաջին թունել չհասած մոտ 700-800 մետր դեպի Վանաձոր, ահա, ներքին գործերի նախարարության, փրկարար ծառայության, Լոռու մարզային փրկարարական վարչության, Վանաձորի հրշեջ փրկարարները, վարչության պետ Սերով Գաբրելյանի եւ ներքին գործերի նախարարության, ոստիկանության, պարեկային ծառայության, Լոռու մարզի գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքյասյանի, ինչպես նաև համայնքային ոստիկանության գլխավոր վարչության, Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանները, բաժնի պետ Մելինե Եղշացյանի գլխավորությամբ որոնական աշխատանքների արդյունքում փամբակգետում հայտնաբերել են Opel Magnici ավտոմեքենան, որը փրկարարները մեծ դժվարությամբ Վանաձորի փրկարարները վտանգելով իրենց կյանքը, քանի որ տեսնում եք Ժողովուրդ ջան, հիմա տեսեք փամբակգետը նորից զայրացել է, նորից վարարել է։ Փրկարարները կարողացել են ճոպաններով մոտենալ եւ ավտոմեքենան մոտեցնել ահա այդտեղ ափին, մինչ այդ փրկարարները
այս վայրից մոտ 700 մետր դեպի Ալավերդի գետում հայտնաբերել են ջրահեղձ եղած տղամարդու մարմին, որը դուրս էին բերել, ինչից հետո օպերատիվ տեղեկություններ էր ստացվել Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակում, ինչպես նաև ոստիկանության գուգարքի բաժնում, որ հնարավոր է տղամարդը գետում է հայտնվել, Փամբակ գետում է հայտնվել ավտովթարից հետո ու արդեն որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվեց նշված օպելը, իսկ հետո օպելի բարեկամները այդպես են ներկայանում, ծանոթները նշում են, որ ջրահեղձ եղած քաղաքացին միայնակ չի եղել, նրա հետ եւս եղել է մեկ հոգի, ինչից հետո հայտնաբերված օպելը երբ որ փրկարանները մոտրեցին ապ, պարզվեց, որ օպելում մարդ չկա, հիմա ըստ նախնական տեղեկությունների հնարավոր է քաղաքացին ավտոմեքենայից դուրս ընկել եւ հայտնվել Փամբակ գետում, հիմա հավանաբար նույն վարարա Փամբակը այսպես ժողովուրդ ջան Փամբակ գետնա գնում միանումա դեբետին Մեծն Թումանյանի ամենայն հայոց բանաստեղծի ասած գիժ դեբետին Նորից Լոռու փրկարարները մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրելյանի տեղակալի նորից հեսա ջրասուզակները կգան նորից տանջանք, նորից որոնողական աշխատանքներ Ցեխ այս սաղ սոտ է տալի լալիքները նայեք ժողովուրդ ջան ու այս պայմաններում փրկարարներն ու ջրասուզակները տանջվում են արդեն երևում է Փամբակ գետում հայտնված Opel Magnishi ավտոմեքենայի համարանիշները ավտոմեքենան եղել է գետում կարելի ասել ամբողջությամբ ջրի մեջ եւ Վանաձորի փրկարարները հատուկ ճոպաններով մեծ դժվարությամբ վտանգելով իրենց կյանքը մոտեցել են եւ պարաններով, ճոպաններով քաղաքացիների օգնությամբ, պարեկների օգնությամբ
Համայնքային ոստիկանների օգնությամբ ավտոմեքենան մոտեցրել են այստեղ։ Այս պահին արդեն պարեկներն ու համայնքային ոստիկանները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը, հավանաբար համարանիշներով, իմ տեղեկություններով պարզել են նաև ջրահեղձ եղած քաղաքացու տվյալը, ասեցին Վանաձորի բնակիչը, երիտասարդ տղա, անունը Սևակ, եւ հիմա պիտի ջրասուզակները ժամանեն, էլի Սևանի ջրասուզակները եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակներն են արդեն իմ տեղեկություններով ժամանում կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի գլխավորությամբ։ Այս դեպքի մասին արդեն նաև տեղեկացել է Վայ Մելքոնյանը ջրասուզակ եւ նա նույնպես իր գործընկերների հետ ժամանելու են, հավանաբար կժամանեն։ Հիմա դեպքի մասին արդեն ոստիկանության գուգարքի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։ Այս պահին դիակի հայտնաբերման վայրում աշխատում են քննիչները մարզային քննչական վարչության պետի եւ երկու տեղակալների գլխավորությամբ, հետո պիտի ժամանեն այստեղ։ Գետը ամբողջությամբ էլի վարարել է, շատ վտանգավոր է աշխատել գետի մեջ այս պայմաններում, քանի որ տեսնում եք ալիքները ինչքան բարձր են։ Ճոպաններն է պահում այն երկաթե տրոսը, թե չէ էլի կսուզվեր, հələ նայ ալիքը, նայեք ժողովուրդ ջան, հələ ալիքը։ Նայ ալիքն է։ Լրի մեջտեղն է եղել, փրկարարներն են, Վանաձորի փրկարարներն են մոտեցրել լալիքները։
Արդեն մի կիլոմետր նայելով եկել եք, չէ՞։ Հա։ Ահա։ Էլի փրկարար, էլի ջրասուզակ, էլի պարեկ, էլի համայնքային ոստիկան։ Չէ, նա ինչ վարար է գետը։ Հունիսի 27-ն է, գտնվում ենք Վանաձոր Ալավերդի ավտոճանապարհի Եղեգնուտ բնակավայրի վարչական տարածքում Փամբակ գետի մոտ եւ ըստ նախնական տեղեկությունների Opel Magnish-ի ավտոմեքենան, որ դուրս է եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել Փամբակ գետում, այստեղ է եղել։ Կան նշաններ, արգելակման նշաններ, տեղաշարժված բետոնե հենապատը, այս հատվածում տարիներ առաջ նաև նույնպես ողբերգական ավտովթար տեղի ունեցել, ինչի հետևանքով 4 հոգի մահացել է, ու հիմա մահացածների հիշատակին հուշաքար է տեղադրված, հենց այդ հուշաքարի մոտ է տեղի ունեցել, ըստ նախնական տեղեկությունների, որը որ նաև հավանական է, Opel-ը հենց այս հատվածում է հայտնվել Փամբակ գետում։ Մեկ հոգու Վանաձորի հրշեջ փրկարարները հայտնաբերել էին ընկած Opel-ի վայրից մոտ 700 մետր հեռավորության վրա դեպի Ալավերդի։ Հրշեջների աշխատանքները, հրշեջ փրկարարների աշխատանքները տեղում ղեկավարել են Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրելյանն ու իր տեղակալը։ Այս պահին պարեկները Լոռու մարզի պարեկները գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի եւ գումարտակի ծառայության ավագ տեսու ճորվա պատասխանատու Արման Սուքիասյանի գլխավորությամբ այս տարածքը սահմանազատել են, պարեկները պահում են, մինչև դեպքի վեր կժամանի քննչական խումբը Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի եւ երկու տեղակալների գլխավորությամբ այս պահին գտնվում են այն վայրում, որտեղ որ հայտնաբերվել է ջրահեղձ եղած քաղաքացի։ Մյուսի որոնողական աշխատանքները շարունակվում է իմ տեղեկություններով արդեն Լոռու մարզային ժամանում փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակները կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի գլխավորությամբ եւ Սևանի ջրասուզակներն են ժամանում 2 կամ 3 հոգի Վահե Մելքոնյանի գլխավորությամբ։ Հերթական անգամ Փամբակ գետը զայրացած Փամբակ գետը իր մոտ է կանչում փրկարարներին, ջրասուզակներին, որպեսզի կատարեն որոնողական աշխատանքներ։ Եղանակը անձրևային է, գետն էլ բավականին վարար է։ Հիմա տեսեք, հարվածի վայրից մոտավորապես մի 300 մետր հայտնաբերվել է պարեկների եւ գուգարքի համայնքային ոստիկանների կողմից հայտնաբերվել է Opel-ը ջրի մեջ եւ Վանաձորի հրշեջները վտանգելով իրենց կյանքը, ինչու եմ ասում վտանգելով, որովհետեւ գետը բավականին վարար է։ Ավտոմեքենան Opel-ը մոտեցրել են մի քիչ դեպի ափ։ Հիմա ավելի մոտիկից դուք կտեսնեք։ Հեսա։
Այս պայն էլ ընկնելու վայրից գրեթե արդեն 2 կիլոմետր Վանաձորի հրշեջ փրկարարները, Լոռու մարզի գումարտակի պարեկները, 10-ից ավելի պարեկ, 10-ից ավելի հրշեջ փրկարար, Գուգարքի համայնքային ոստիկանները, բաժնի պետ Մելինե Երշացյանի գլխավորությամբ սկսել են որոնողական աշխատանքները։ Ինքը ոլորան է եղել, դրա համար ես միշտ ասում եմ վարորդներին, ոլորանապտույտ հատվածներում դանդաղացրեք ավտոմեքենայի թափը։ Ոլորան է եղել, չի կարողացել հեսա, տես, հեսա։ Ստեղ էլ քանի տարի առաջ 4 մահով դեպք եղավ։ Էլի եկ այդ դաժան դեպքին։ Այս փամբակ գետը ինչ դաժանություններ ա տեսե։ Խե զայրացել փամբակ գետ։ Մարզի փրկարարական վարչության պետն է Գաբրելյանը թրջվեց, գնաց փոխվեց, որ նորից հետո Ստեղ ա եղել։ Ստեղը մի քանի տարի առաջ էր, հիշում ես։ Աստված հոգիներդ լուսավորի ժողովուրդ ջան։ Ինքը ոլորան է։ Սուքյասյան, ես որ միշտ վարորդներին ասում եմ, ոլորաններում կամացած եք։ Ընդերից գալուց է, ինքը տակից գալուց է, ոչ տվերեցի, այդ տակից գալուց, ո՞նց է։ տալիս է։ Խփելաստե ու շուրայկի գետը, հա։ Խփելա ու շուրայկի գետը։ Այսքան քշե տարել է։ Հենա։ Հունիսի 27-ն է, արդեն 1 ժամից ավելի է ներքին գործերի նախարարության, փրկարարծառայության, Լոռու մարզային փրկարարական վարչության, Վանաձորի 20-ից ավելի փրկարարներ, հրշեջ փրկարարներ, մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրելյանի գլխավորությամբ եւ ներքին գործերի նախարարության բարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքյասյանի գլխավորությամբ, ինչպես նաև Գուգարքի համայնքային ոստիկանները մոտ կես կիլոմետր արդեն որոնողական աշխատանքներ են իրականացնում Փամբակ գետում։ Տեսնում եք, այս պահին հիմա երկու փրկարարները ներքևում են, ովքեր կարողացել են համարյա ամբողջությամբ ջրի մեջ հայտնված օպելը մոտեցնել ափին։ Այս պահին հեսա Ինչն է, հենա,
տեսեք Վանաձորի հրշեջ փրկարարները հեսա որոնական աշխատանքներ են կատարում ու արդեն 1 ժամից ավելի Վանաձորի հրշեջ փրկարարները մահացածներից մեկի մարմինը հայտնաբերել էին Փամբակ գետում, որից հետո հայտնաբերել էին Օպելը ջրում եւ հետո տեղեկություններ ստացվել այն մասին, որ նա միայնակ չի եղել։ Հիմա երկրորդի մարմինն են ման գալիս, քիչ հետո արդեն կմոտենան, Սևանից դուրս են եկել ջրասուզակները, Վայ Մելքոնյանը, իր գործընկերները Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, ջրասուզակները այդ կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի գլխավորությամբ նորից Փամբակ գետում այս մարդիկ վտանգելով իրենց կյանքը պիտի աշխատեն այնքան, մինչև հայտնաբերվի երկրորդ ջրահեղձ եղած քաղաքացու մարմինը։ Իսկ հագուստը ինչ հագուստ է եղել։ Կապ ու ջինս, սերի մայք։ Տեսեք ժողովուրդ ջան, Փամբակը ինչ զայրացած է, ինչ վարար է, այս պայմաններում ասել եմ ու կասեմ, հալալա փրկարարներին, ջրասուզակներին, հալալա նաև ով ինչ ուզում ասի, մեծ շատերը կարող վայրահաճ են ասեն ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի, փրկարար ծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի, փրկարար ծառայության տնօրենի տեղակալների Արսեն Մկրտչյանի, փրկարարական ուժերի վարչության պետ Կիրակոսյանի, անունը ոնց է Կիրակոսյանի, Կիրակոսյանի անունը ոնց է Արթուր Կիրակոսյանի գովքն անում, այո, այդ մարդիկ գնահատեցին փրկարարի ջրասուզակի աշխատանքը։ Տեսեք, գետը ինչ վարար է։ Փրկարարը իր հանգստի օրն է արձակուրդան ունից, բայց իմացել է, եկե միացել է իր գործընկերներին, Վանաձորի հրշեջ փրկարարներին ու իրենց հետ հավասար էս արդեն մի ժամից ավելի է մասնակցում է որոնական աշխատանքներին։ Մյուս խումբն էլ փրկարարական այստեղ փրկարարների աշխատանքը ղեկավարում է մարզային փրկարարական վարչության պետը Սերոբ Գաբրելյանը, մյուս խումբն էլ իր տեղակալն է ղեկավարում, ոնց է տեղակալի անուն ազգանունը։ Գևորգյան Դավիթն էլ մյուս խմբի հետ մինչև ջրասուզակները մոտենան։ Շատ վարար է ժողովուրդ։ Շատ ուժեղ է, շատ խորն է, այդ ցավը տանեն։ Օպելը տեսար ինչքան է ջրի մեջ, համարյա միջև Ստեղ լեն է, դա նա այդպես մի քիչ բան է։ Ներ տեղեր вообще։ Գալիս են սուզակները։ ջրասուզակները գալիս են, չէ՞։ Եկել են, կարան գնան։ Այ, Ընդից կարանք մի անգամից մի բաժան ջրասուզակները Սևանին, նա, Սևանին, հենը պայկը, չէ՞։ Հա, այսի հատուկ Սևանի, հա։ Գաներ լավ կլինեն գաստերից էլի նանդերից։ Սևանն է, չէ՞։ Սևանի հատուկ ջրափրկարարականն է։
արդեն ժամանել են ներքին գործերի նախարարության փրկարարության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի 3 ջրափրկարարներ, ովքեր արդեն անհրաժեշտ հանդերձանքով զինվում են, որպեսզի մտնեն եւ կատարեն համբակգետում գետ, որը այսօր նույնպես վարար է ու կատարեն որոնողական աշխատանքներ, որպեսզի հայտնաբերվի երկրորդ ջրահեղձ եղած քաղաքացին։ Բավականին վարար է գետը, աշխատանքները նորից չեմ զլանում ասել, ջրասուզակները վտանգելու են իրենց կյանքը, որպեսզի հայտնաբերեն։ Իսկ մինչ ջրասուզակները որոնողական աշխատանքներին արդեն 1.5 ժամից ավելի միացել են Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրելյանի եւ տեղակալ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ մեծ թվով հրշեջ փրկարարներ եւ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գուգարքի բազումի Տարոնն էր, չէ, Տարոնը, այն լավ մարդը։ Տարոնի բաժնի 20-20-ից ավելի համայնքային ոստիկաններ արդեն մոտավորապես 1-1.5 կիլոմետր շարավղով կատարում են որոնական աշխատանքներ բաժնի պետերի գլխավորությամբ։ Մի քանի խմբերի է բաժանված, նախորդ տեսանյութում տեղեկացրել ենք, որ Վանաձորի հրշեջ փրկարարները կարողացել էին վարար գետի մեջտեղում հայտնված Օպելը հատուկ ճոպանի միջոցով մոտեցնել, ճոպանների միջոցով մոտեցնել ափ։ Ջրասուզակները անունները ասա էլի։ Քոչարյան Հայկ։ Հայկ Քոչարյան, մի օք էլ մտավ, չէ։ Պարքև Հովսեփյան Պարքև Հովսեփյան, Բադալյան Գևորը, բայց Գևոր Բադալյան, էլի նույն Սևանի ջրասուզակները, վայի ինգերները, գործընկերները։ Ասում եմ, գետը բավականին վարար է։ Տեսա, ջրասուզակը որ ասում է տեղանքնազննում, տեղանքնազննում ջրասուզակը, որպեսզի Ավտոն հենա, տղեր, հենա ավտոն։ Հիմա ջրասուզակները մոտենում են այն վայրը, որտեղից որ ավտոմեքենան ընկել է Փամբակ գետը։ Իր անգաստեղ այնտեղ է։ Դեն ապե գալիս։ Գետը։ Սուդու այդան կնե, բայց մատ տարան կաղում։ Հա, Ես գամ օգտեմ։ Գամ օգտեմ ապրիչ։ Ատե չէ։ Այս պայն
փրկարարծառայության Սևանի հատուկ ջրասուզական ջոկատի ջրասուզակ Բադալյան Գևոր Բադալյանը կատարում է դեպքի վայրն է զննում, որպեսզի հետո արդեն կատարի որոնողական աշխատանքներ։ Նրա հետ նաև ժամանել են եւս երկու ջրասուզակ Սևանի հատուկ ջրասուզակներից, ովքեր մյուս հատվածներում են կատարելու ջրահերձ եղած քաղաքացու մարմնի հայտնաբերումը։ Այս պայն նաև կամավորն է Եվ դու գնային ծառի տակ է, ծառի։ Նայրի Էսա գետը վարարա մեծ դժվարությամբ է որոնողական աշխատանքները իրականացվում։ Համայնքային ոստիկաններն են այստեղ բազումի մենակ բազումը, չէ բազումը գուգարկը, տարոնը Եվ վերջում հա։ շատ վարար է։ Եվ, էդի ճարտարը քեզիկ է։ Հաստը վեքսա, հաստը։ Rëցինո։ Ես գովում եմ։ Բադալյան։ Սևանի ջրասուզակն է, շարունակում է որոնողական աշխատանքները։ Բադալյան Գևոր, չէ։ Պիտի սաղ ջրասուզակներին անուն առանունն է ժողովուրդը իմանա։ Եվ այդքան չեք սնականի։ Մեծ մարդ, հա։ Մենք չենք են մեծ մարդ, հա։ Միջին էլի։ Մտածում եմ մարմնով։ Ասմա հա, այն բարեկամը այստեղ էր։ Բադալյան, մարմնով մեծ մարդ, հա։ Եվ Որտե՞ղ է։ Առաջ տանենք։
Համու արի պարանները տանենք բադալազներին։ Նայ, ինչ վտանգավոր է, նայ, տեսեք, ժողովուրդ ջան, տեսեք, որ ասում եմ վտանգավոր աշխատանք է ու դրա դիմաց 170,000 դրամ աշխատավարձ, հեսա կասեն Շամշանը 7 եր գիտի 7-ն էլ մեղրի մասին, հա բա, եկեք այս պայմանները տեսեք, թե ջրասուզակն ու փրկարարը Demol, եթե ճոտրես սգմա ասա, որությունը ոնց է։ Քաշենք անենք, դե կողք տեսքով։ Հələ կամաց գնա։ То քշի հեսա գալու են հակնում քեզի պատայի մի բան։ Շոշի մեջտեղը կանգնել է։ Ժողովուրդ ջանը կներեք։ Ենա միշտ ջրասուզակը լավ թե մոտ է, որոնողական աշխատանքներ իրականացնում։
Արդեն 30 րոպե է ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հատուկ ջրասուզակները Փամբակ գետում կատարում են որոնական աշխատանքներ, որպեսզի հայտնաբերեն երկրորդ ջրահեղձ եղած քաղաքացու մարմինը։ Այս պահին տեսնում եք ինչ վարարագետ է եւ ջրասուզակը Սևանի հատուկ ջրասուզակը Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարարների հետ տեսեք, ջրասուզակը նայեք տեսեք ոնց է, այդ մարդը իր կյանքը վտանգում, ջուրը բավականին վարար է եւ կա վտանգ, կա մտահոգություն, որ հնարավոր է գետը քշի ու տանի, բայց մարդիկ տեսնում եք, 3 ջրասուզակներ, Լևոն Բադալյան, եթե չեմ սխալվում, այդպես անունը կաղաշփոթում եմ, բայց մարդիկ տեսեք Մյուս ջրասուզակներ, Սևանի հատուկ ջրասուզակներ, որոնական աշխատանքները իրականացնում, տեսնում եք, Օպելի մոտ, Օպելը ոչ թե այստեղ է եղել, այլ Օպելը ջրի մեջտեղում է եղել, տեսնում եք, ամենաալիքային հատվածում է եղել եւ Օպելը հատուկ ճոպանի միջոցով ափ են մոտեցրել Վանաձորի հրշեջ փրկարարները, որոնց աշխատանքները տեղում ղեկավարում էր Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրելյանը եւ իր տեղակալը։ Համայնքային ոստիկանները մի քանի բաժինների Տարոնի, Բազումի, Գուգարքի նույնպես քանի ժամ է միացել են որոնական աշխատանքներին եւ նաեւ պարեկները, Լոռու մարզի գումարտակի պարեկները։ Հեսա նայք։ Շատ դժվար է ժողովուրդ։ Կողքից այնքան հեշտ է թվում։ Հեսա որոնական աշխատանքները այսպես շարունակվում է։ Ոնց չասես, հալալ է այս տղերքին։ Անոնց եմ ուզում պատգամավորներ, նախորդ ու հիմիկվա, եկեք, տեսեք, թե ինչ տիտանական աշխատանք են այս մարդիկ կատարում։ Փրկարարները, ջրասուզակները, ջրափրկարարները։ Տեսեք, արդեն մի 20 մետր որոնական աշխատանքներ է իրականացրել Սևանի ջրասուզակը մարզի փրկարարական վարչության պետն է,
Սերո Գաբրելյան իր տեղակալ հետ երկուսն էլ այսօր նույնպես առաջին վարկյաններից այստեղ են։ Նայեք ինչ բարարա համբակը։ Այս պահին վերամբարձ կռունկով Փամբակետից դուրս է բերվում ավտոմեքենան, որպեսզի քննիչի հանձնարարականով տեղափոխվի հատուկ պահպանվող տարածք։ Ավտոմեքենան արդեն վերամբարձ կռունկի միջոցով դուրս բերվեց Փամբակետից, հիմա այն պետք է տեղափոխվի ավտոքարշակի վրա, որպեսզի այն քննիչի հանձնարարականով տեղափոխվի ոստիկանության գուգարկի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Այս պահին Սևանի հատուկ ջրասուզակները շարունակում են Փամբակետում որոնողական աշխատանքները, իսկ փրկարարները, համայնքային ոստիկաններն ու պարեկներն գետի ողջ երկանքով։
մի հատ նայեն էլի։ Մեջը չէ։ Դրանք դրեք ամսյակի Ժողովրդյան հետ դիպական է։ Այս դիզ վարելիք է թողում, հա։ Հոտը չես զգում։ Լավ անեցի։ Հա, եկեք դուք առաջ ստեղ մի հատ տեղ կա, էլի կարող է փորձին դուք կաց։ Ենթադրյալ ընկնելու վայրից մոտ 2 կիլոմետր փրկարարներն արդեն սանձրել են ու ջրասուզակներն էլ գետում են։ Մոտ 2 կիլոմետր ոտքով, երկանքով նայում են։ Ստե գետը մի քիչ վարար չի, հանգիստ է, իսկ ընկնելու վայրը ահավոր էր, գետը ջղայնացած էր փամբակը։
Հենա այն ծառի մոտ այս պայն ջրասուզակները հեսա շարունակում են որոնողական աշխատանքները հետա մոտ 2 կիլոմետրից մի քիչ ավելի դեպի Ալավերդի Կներես կամավորներել են, չէ այն ծառը չի բացառում են ծառի մոտ խորն է Շիթը ավտոյի շիթը ստեղ է գտնվե նոր են գտել Պակն է գտել ոնց են տղեկը ոնց չկա այս պայն տեսնում եք Սևանի հատուկ ջրասուզակները 3 ջրասուզակ են ժամանել շարունակում են Փամբակ գետում որոնողական աշխատանքները ջրահեղձ եղած քաղաքացու մարմինը հայտնաբերելու համար հիմա գտնվում ենք Վանաձորից դեպի Ալավերդի ենթադրյալ գետն ընկնելու վայրից մոտ 2 կիլոմետր արդեն ջրասուզակները որոնողական աշխատանքներ են իրականացնում Փամբակ գետում իսկ փրկարարները Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ փրկարարները մեծ հրշեջ փրկարարներ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրելյանի եւ տեղակալի գլխավորությամբ ինչպես նաեւ ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գուգարքի Տարոնի բազմի բաժնի ամեն բաժնից երևի 10-ից 15 համայնքային ոստիկաններ մոտ 2 կիլոմետրից ավելի երկայնքով որոնողական աշխատանքներ են իրականացնում, նաև պարեկներն են մասնակցում եւ նկատեցի լավ է մի քանի քաղաքացիների կամավորների նկատեցի նաև իմ տեղեկություններով որոնողական աշխատանքներում արդեն մասնակցում են որոնվող քաղաքացու հարազատներն ու ընկերները տեսեք այստեղ գետը մի փոքր հանդարտ է, բայց խորությունը ահավոր է։ Տեղ կա ըստ ջրասուզակի մոտավորապես կլինի երևի 2-2.5 մետր մի քիչ էլ ավելի խորություն։ Ու տեսեք, ահա, էսա ջրասուզակը իր գործընկերների հետ Վանաձորի հրշեջ փրկարարների հետ շարունակում է որոնողական աշխատանքները, ցավոք մինչև այս պահը դեռ արդյունք չկա։ Մոտ 2 մետր կլինի խորությունը, չէ՞ մի քիչ էլ ավելի տեղեր։ Նո այնտեղ նայ ալիքն է, այս რა ալիքը տես։ Էսի արդեն նշանակում է որ խորը տեղ է։ Ստեղից հայտնաբերեցին Օպելի կոտրված ինչ-որ մաս
Elmes իշխորնա ու վտանգավոր է։ Եվ տակը բանա, այդ հումա հատ են։ Գետը մի քիչ խախանդ է, հանգիստ է, բայց այնտեղ վարար էր։ Այս պայն ներքին գործի նախարարության փրկարար ծառայության Սևանի հատուկ ջրասուզական ջոկատի ջրասուզակները շարունակում են Փամբակ գետում որոնական աշխատանքները։ Հիմա ենթադրյալ կասկածելի վայրում է ջրասուզակը իր գործընկերների հետ իրականացնում որոնական աշխատանքները, բավականին բարդ, դժվար, որոշ հատվածներում գետի խորությունը հասնում է մինչև 2.5-3 մետրի, իսկ գետի ողջ երկայնքով մոտ 2.5 կիլոմետր արդեն որոնական աշխատանքների մասնակցում են համայնքային ոստիկանության Տարոնի, Գուգարքի, Բազումի բաժնի մեծ թվով համայնքային ոստիկաններ եւ Վանաձորի հրշեջ փրկարարական մի քանի ջոկատների փրկարարներ։ Փրկարարների աշխատանքը տեղում ղեկավարում է մարզային փրկարարական վարչության պետը Սերոբ Գաբրելյանը։ Այս պայն տեսնում եք բավականին նույնիսկ այնքան վտանգավոր է, որ ծառի ամեն արանքում կատարվում է որոնական աշխատանքներ, ջրասուզակների աշխատանքն տեղում ղեկավարում է Սևանի հատուկ ջրասուզակների խմբի պետ, չէ՞։ Հա? Հրամանատարի անուն ազգանունի չէ։ Հրամանատարն է առաջին իսկ բայց այստեղ սուզակների հետ, ջրասուզակների հետ Վահան Միքայելյան։ Այնքան Վահան Միքայելյան, ով նույնպես փրկարարների հետ ողջ երկայնքով ոչ միայն ջրում, այլ նաև ափամեր հատվածներում են իրականացնում որոնական աշխատանքներ։ Նաև մեծ թվով կամավորներ կան, ինչը գովելի է եւ որոնվող քաղաքացու հարազատներն ու ընկերներն են այստեղ, իրենք նույնպես մի քանի ժամ է մասնակցում են որոնական աշխատանքների։ Այս սառնա ենթադրյալ կա կարծիք վարկած, որ հնարավոր է գետը բերի եւ այս ծառի արմատների մոտ պահի, էլ չկարողանա տանի, արմատները պահեն, էլի։ Uf. Արդեն
2 կիլոմետր նայելով եկել եք, է, երկանքով։ Գուգարքի բազմի բաժիննա, չէ, 2 կիլոմետր եկել են, է, տղերքը նայել են։ Զգուշ։ Միշտ հետները խոսա իրանց ինչա պետք որ դու ընթաց կաս ուրա։ Նաղդալյանն էլ մնաց վերև էլի, դու եք ասել Նաղդալյանը մնաց վերև է։ Հատուկ ջրասուզակն է, հնը պայքի, խաչիկը, համբակում ինչքան աշխատեց գործընկերների հետ։ Էնա։ Հունիսի 27-ն է, արդեն դեպքի վայրեն ժամանակ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակները, կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի եւ ջոկատի, որ ջոկատներ տղեր։ Չորաջոկատի, Եվ 4 ջոկատի հատուկ փրկարարներն ու ջրասուզակները, ջոկատի հրամանատար Սաքսյան։ անունը ոնց է։
Արտուր Սարգսյանի գլխավորությամբ։ Ահա ջրասուզակները այն նույն ջրասուզակներն են, ովքեր մի քանի օր շարունակ Փամբակ գետում որոնում էին քույրերին, ու հիմա այսօր եկել են միացել են իրենց գործընկերներին եւ Փամբակ գետում հիմա պիտի իրականացնեն հերթական որոնողական աշխատանքները ջրահեղ եղած քաղաքացու հայտնաբերման համար։ Ասում եմ, այստեղ ճիշտ է, թվում է գետը մի քիչ հանգիստ է, խախանդ է, բայց տեղեր կա, որ մինչև 3 մետր խորություն է։ Հիմա տեսնում եք, արդեն ՀՆՓ-ի հատուկ ջրասուզակները հանդերձավորվում են անհրաժեշտ հանդերձանքով, որպեսզի մտնեն եւ շարունակեն միանան Սևանի հատուկ ջրասուզակներին եւ կատարեն որոնողական աշխատանքներ։ Ծառի հետևով եք մտնում, տակով, հա։ Հին արդեն ՀՆՓ-ի հատուկ ջրասուզակներն են ջոկատի հրամանատարի եւ ՀՆՓ-ի պետ Հայկ Նաղդալյանի գլխավորությամբ Արգավ սաղ իրարը խոսալով, վսիր իրար հասկնակ, որ ջոգե գիջա։ Կասի։ Բանով Բայց ստրախոտին ես կողմից անենք, մենք է պտի ասնենք։ Միանի սոչիտա բանան, ստրախոտը նորմալ իրանց է խոսալով։ Կնայես ես էսյանը կասեմ կեզի ձիկը կուլը։ Չէ։ Մի ստերից նորից մտնում, հա։ Հա, պետք է անցնեն այն, ուրեմն գնամ այնյանից, որ նկարեմ, էլի։ Այնտեղից ավելի հարմար է, էլի։ Գուգարքի ջոկատի հրամանատարն է։ Այս քաղաքացիական շորը արձակուրտ է։ Մարդը հենց լսել է միանգամից քանի ժամ է ստեղ է։ Այս պահին ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 4-րդ ջոկատն է, չէ՞, 4-րդ ջոկատի ջրասուզակները շարունակում են որոնողական աշխատանքները Փամբակ գետում, քիչ այն կողմ էլ որոնողական աշխատանքները շարունակում են փրկարար ծառայության Սևանի հատուկ ջրասուզակները։ Այս պահին
Փամբակ գետում 4 ջրասուզակ իրականացնում են որոնական աշխատանքներ, իսկ գետի ողջ երկանքով, որ արդեն ընկնելու վայրից մոտ արդեն 2.5, արդեն 3 կիլոմետր է հասնում, երկանքով որոնական աշխատանքները շարունակում են լոռու փրկարարները, Վանաձորի եւ համայնքային ոստիկանները, Վանաձոր քաղաքի, Գուգարքի, Բազումի, Տարոնի համայնքային ոստիկանները։ Հիմա տեսեք, ահա, տեսեք, քաղաքացիական շորովը ինքը փրկարարա արձակուրդում է, բայց առաջին իսկ պահից եկե եւ միացել է իր գործընկերներին։ Հա, Գուգարքի ջոկատի հրամանատարն արձակուրդում է, բայց առաջին իսկ պահից միացել է իր գործընկերներին եւ որոնական աշխատանքներին է մասնակցում։ Աղա երկու հատուկ, երկու պարոն։ Անենց կուզեմ, այս կադրերը մեր կառավարության որոշ անդամներ, ազգային ժողովի պատգամավորներ, նախարարներ, օլիգարխներ տեսնեն, թե ինչ պայմաններում, ինչ ձև են այս մարդիկ, ինչ տիտանական աշխատանք են կատարում, վտանգելով իրենց կյանքը։ Համայնքային ոստիկաններն են, Բազումի, Գուգարքի, Տարոնի բաժնի նպայքնա, չէ, նպայքնա, քուբ է, հա։ Մի խումբ էլ վերևում են հնփայքի տղաները, այնտեղ էլ աշխատանքները ղեկավարում է հնփայքի պետ Հայկ Նաղդալյանը, Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Տերոկ Գաբրելյանի եւ Տերոկ Գաբրելյանի տեղակալի գլխավորությամբ Դավիթ ազգանշան նշում, բայց այդ տղեն էլ առավոտից էստեղ արդեն մոտ 2 կիլոմետրի չափ եկել են։ Ջրասուզակները գետում են նայում, համայնքային 3 բաժին, փրկարարները, քաղաքացիները, այդ մարդու հարազատները, ընկերներն էլ գետի ողջ երկանքով